Հրապարակ թերթը գրում է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին Արմեն Գրիգորյանի հրաժեշտից հետո իշխող ուժի սորոսական հատվածը 3 սքի մեջ էր, իսկ ծպյալ ռուսամետները ցնծության։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ամենակարկառու սորոսական Արմեն Գրիգորյանը 3 ջվերանշանակվեց իր պաշտոնում, նրան կփոխարինի ազգային ժողովի պաշտոնաթող նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չնայած տեղեկություններ կան, որ Փաշինյանը հատուկ Ալեն Սիմոնյանի համար է զոհաբերել Արմեն Գրիգորյանին, քանի որ որևէ այլ հարմար պաշտոն չի գտել նրա համար, սակայն այս նշանակումը իշխող թիմում աշխարհաքաղաքական մասշտաբի վերլուծությունների առիթ էր դարձել։ Ալեն Սիմոնյանի համար քննարկվում էր փոխվարչապետի կամ հանրապետության նախագահի պաշտոններին նշանակվելու հարցը, սակայն Փաշինյանը մերժել է նախ, որովհետև չի ցանկացել նեղացնել առողջական խնդիրներ ունեցող Վահագն Խաչատուրյանին, իսկ փոխվարչապետի պաշտոնում էլ գիտի, որ Ալեն Սիմոնյանը չի ձգի, դա գրեթե շուրջօրյա աշխատանք է պահանջում եւ բոլորովին այլ գիտելիքներ, բայց չէր էլ ուզում նեղացնել իր հավատարիմ զինակցին, որ բոլոր ժամանակներում հնազանդորեն վարկաբեկվել է հանուն թիմի ու Նիկոլ Փաշինյանի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Արմլուրեյեմին մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու դեմ հարուցված քրեական գործով, մասնավորապես քննչական կոմիտեի քննիչը դատարանից պահանջել եւ ստացել է սպանված հոգեվոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը, մեզ հասած տեղեկություններով հեռախոսի մեջ առկա են եղել նամակագրություններ եւ տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի եւ վերջինիցս հաղորդակցություն ստացած անձանց մասով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ժողովուրդ օրաթերթին իշխանական օղակներից հասած տեղեկությունների համաձայն ռազմական ոստիկանության պետի ազատումից բացի այլ պաշտոնյաների եւս կլքեն համակարգը։ Նկատենք, որ 3 պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածի համաձայն զինվորը ինքնասպան է եղել։ Այս դեպքից առաջ օգոստոսի 12-ին էլ մեկ այլ պայմանագրային զինծառայող էր ինքնասպանության փորձ կատարել։ Ի պատասխան իրավիճակի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին եւ այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն ասել էր. իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ, այսօր եւ առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար։ Հրապարակ թերթը գրում է ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին Զարեհը օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն։ Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջևանում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը, մասնակցել են նաեւ Հայկ եւ Վահե Ղալումյանները։ Խնջույքը տեղի է ունեցել Իջևանի ռեստորաններից մեկում։ Հրապարակ թերթը գրում է, ինչպես եւ սպասվում էր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու իշխանության ամբողջահաճու որոշումն անհավասարության իրավիճակի է հանգեցրել 2 եւ 1.5 տարի ծառայողների միջև։ Տեղեկացանք, որ 2 տարով բանակ զորակոչվածները, որոնք զորակոչվել են այս օրենքի ընդունումից առաջ, ըմբոստանում են ծառայության ընթացքում։ Նրանց ծնողներն էլ շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության դիմաց պաշտպանության նախարարության մոտ։ Իրավիճակը փոքրինչ լիցքաթափելու համար մեր տեղեկություններով պաշտպանության նախարարության ղեկավարությունն այդ զինվորներին հավելյալ 5-ից 7 օրվա արձակուրդ է տվել, սակայն դժգոհությունը դրանով չի նվազել։ Ծնողները պահանջում են, որ իրենց երեխաներն էլ 1.5 տարի ծառայեն, սակայն պաշտպանության նախարարության հրաмкազմը քննարկել եւ մերժել է այդ պահանջը։